Բոլորիդ բարի երեկո, այսօր մենք եթերը որոշեցինք կազմակերպել շատ հարգելի բժիշկի հետ, պարոն Բադալյանի հետ, չգիտեմ կստացվի թե չէ, ասեմ որ թեման քաղցկեղային հիվանդություններն է, գիտեմ որ այն թեման չի, որ ահագին պրասմոտրը հավաքելու, բայց պետք է անենք այս ձևի եթերներ, քանի որ մեր առանձին հետևորդները հետաքրքրում են այս թեմայով, ցավոք սրտի բոլորս կարանք հիվանդանանք եւ պետք է ես գտնում եմ լինենք զգուշ, այսպես ասած իմանանք ինչի մասին է խոսքը գնում, բայց հիմա ես տենում եմ պարոն Բադալյանը նայում է ինձ, պարոն Գրիգոր Բադալյանը հիմա ինքը կլինի իմ էկրանից, հույսով եմ որ կստացվի, որպեսզի մենք կարանք եթերում քննարկենք այդ հարցերը, որը շատ կարևոր է հիվանդների համար։ Դուք տեսնում եք ինձ պարոն Բադալյան։ Այո, շատ բարի։ Ուրեմն, снова напоминаю, что онколог, врач, профессионал своего дела Գրիգորի Բադալյան, հայերեն ենք անելու այս եթերը, եւ պարոն Բադալյան, շատ ժամանակ չեմ խլելու ձեզնից, մոտավորապես 40 րոպե, փորձեք ամենագլխավոր հարցերի պատասխանը ստանալ ձեզնից, եւ իմ առաջի հարցս լինելու է դրա մասին մենք հետաքրքրում ենք ինչքանով է ընդհանրապես վատ վիճակը Հայաստանում հիմա քաղցկեղային հիվանդությունների կապով, այսինքն ունենք մենք աճ թե ոչ, եթե ունենք աճ, որ քաղցկեղն է, որը մենք աճ ենք տեսնում տոկոսային առումով, եւ եթե կարելի է այդ առաջի հարցի մեջ նաեւ ես հարցնեմ, դուք գտնում եք գլխավոր պատճառները, որն է, որ այդ աճը մենք նկատում ենք։ Խնդրեմ։ Շատ լավ, ուրախ եմ, որ ձեր եթերում եմ, բոլորին ողջունում եմ, շատ կարևոր թեմա եք բարձրացնում մեր բնակչության համար։ Ճարվակ ուռուցքները աճում են ամբողջ աշխարհում, կարելի ասել, բոլոր երկրներում, Հայաստանում նույնպես, բայց եթե մենք գրանցենք աճը վերջին մի քանի տարին, դա չի շատանում, մոտ 8000 դեպք տարեկան, նոր դեպքեր, բայց մի 10-15 տարի հետ վերցնենք պատմությունը, այո, եղել է 5000, 6000 աճը մենք նկատել ենք, բայց հիմա ինքը կանգնած է քանակի տեսակետից։ Ամենահաճախ հանդիպող ճարվակ ուռուցքը դա թուրքի քաղցկեղն է, ինչպես եւ շատ երկրներում, Հայաստանում նույնպես, եւ տղամարդկանց եւ կանանց շրջանում, հետո գալիս է արդեն կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղը, արգանդի վզիկի քաղցկեղը, տղամարդկանց մոտ շաքարագեղձի քաղցկեղը։ Հաճախականության դրանք են։ Որտերին որ այս թեմաները միշտ չի չեն նայում մարդիկ, քանի որ այսպես ասած չեն ուզում այս թեմայով խոսան, այսպես ասած գիտում են որ այս թեման մեզ չի կպնի եւ տա Աստված չի կպնի, բայց ունենք ահագին ոնց որ ասած մեր բժիշկը ամեն տարի 8000 հիմիկվադրությամբ նոր դեպքեր, այսինքն առանձին մարդիկ խնդրում են ինձ, եթե կարելի է այս ձևի եթեր անեմ եւ ես վստահ եմ որ առանձին մարդկանց շատ օգտակար է լինելու այս թեման։ Պարոն Բադալյան, ես անցած իմ եթերում նշեցի, որ ամեն տարի մենք նոր լուրեր ենք ստանում, ոնց կարանք մենք բուժենք քաղցկեղը, եւ մարդիկ պետք է հիշեն, որ կան, այսպես ասած, քաղցկեղի տեսակները, որը շատ վատ է բուժվում կամ էլ չի բուժվում, եւ կա տեսակներ, որը 90-95%-ով բուժվում է։ Եթե կարելի է մենք մի հատ անցնենք այդ ցուցակը, որ քաղցկեղն է, որը բուժվում է եւ կարանք 90%-ով, 95%-ով ասենք, որ կարանք բուժենք, եւ որ քաղցկեղն է, որը համարյա չի բուժվում։ Խնդրեմ։ Շատ լավ հարց է, նախ ասեմ ձեզ սկզբի ասացի վերաբերյալ, որ դժվար եմ լսում մեր թեմաները, բայց ասեմ, զարգացած երկրներում շատ է խոսվում եւ տարբեր հեռուստատեսություններով եւ ինտերնետով եւ պետք է խոսել անպայման։ Ձեր հիմնական հարցը, ասեմ ձեզ, ես ձեր եթերը լսել եմ, այո, տոկոսները կան 90 եւ բարձր, բայց հիմնականը այսպես է մոտեցումը, եթե ուռուցքը նախնական փուլում է, այսինքն ստադիան առաջի, երկրորդ կարող է լինել, այդ դեպքում ցանկացած ուռուցքի ժամանակ մենք ունենում ենք շատ լավ արդյունքներ, նույնիսկ ամենավատ արագ տարածվող, դժվար բուժվող, դա կլինի մելանոմա, դա կլինի թուրքի քաղցկեղ եւ այլն, դժվար ուռուցքներն եմ ասում, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը եւ մի քանիսը։ Եթե առաջնային փուլում են, իրենք շատ լավ կբուժվեն եւ տոկոսը կհասնի 90 եւ բարձր։ Բանրանում է, որ քաղցկեղների ուռուցքների մեծ մասը զարգանում է թաքնված եւ չունեն նշաններ, սիմպտոմներ եւ մարդիկ չգիտեն, որ այդ օրգանիզմը կա, այդ խնդիրը կա իրենց օրգանիզմում։
Դրա համար մեծ մասամբ ախտորոշում է տարածված ստադիաներում, փուլերում, այսինքն 3-4 արդեն այդտեղ տոկոսը շատ է իջնում, նույնիսկ լավ բուժվող հորոսքի ժամանակ, այսինքն ամենակարևորը շուտ ախտորոշումն է եւ իհարկե կանխարգելումը, խոսենք դրա մասին ես կարծում եմ։ Հարգելի բարեկամներ, ովքեր նայեն այս եթերը, ելի եմ ես դիմում դες բոլորի բոլորս ուշադիր ենք մեզ, մեր առողջության, եթե մենք սիրում ենք մեր հայրիկին, մայրիկին, երեխաներին եւ ուզում ենք մեր հարազատները մեզ հետ միասին երկար տարիներ ուրախանան, եւ եթե մենք ուզում ենք երկար ապրենք, մենք պետք է ուշադիր լինենք մեր առողջության վրա նայենք եւ տենակ եթե ինչ-որ խնդիրներ կան, պայման դիմենք բժշկին։ Պարոն Բադալյան, ես պատմեցի մեր հետևորդներին, որ վերջի 6 տարի պետությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի քաղցկեղով հիվանդները առաջինը չգնան մտածեն ոնց անցնեն այդ պետպատվերը, հա, հիմա այդ պետպատվերը փաստորեն բոլորի համար է, եւ նաեւ քիմիոթերապիան, որը հնդկական է, եւ մարդիկ հնարավորություն ունեն ստանալ անվճար այդ հնդկական քիմիոթերապիան, եւ նաեւ նշեմ, որ այդ քաղցկեղի տեսակները ոնց մենք ասեցինք տարբեր է, ամեն այսպես ասած առանձին պատմությունը դա առանձին այսպես ասած որոշումներ է կայացնում բժիշկը ելնելով այսպես ասած исходя из результатов, которые могут быть. Հիմա մենք շատ ենք լսում, որ մարդիկ օրինակ ասում են, որ այդ հնդկական քիմիոթերապիան ոչ մի արդյունք չի տալիս, գնացեք վերցրեք ռուսական քիմիոթերապիան, բայց առանձին բժիշկները ասում են, որ այդ ռուսականը ոչ մի բանով հնդկականից լավ չի, առանձին բժիշկները ասում են, որ շվեյցարական քիմիոթերապիան այլ Ֆրանսիան շատ լավ քիմիոթերապիա տալիս, եւ մինչ դեր պատասխանը նշեմ, որ օրինակ Ռուսաստանում ես կոնկրետ խոսում եմ այն բժիշկների մասին, ովքեր ասում են հնդկական քիմիոթերապիան բատնա, բայց ուզում եմ նշել, որ Ռուսաստանում մեծ մասը դեղերի Ռուսաստանը ոչ թե մենակ քաղցկեղը, ընդհանրապես ուրիշ ծանր հիվանդությունների համար առնում են հնդկական ջեներիկ, այսինքն նույն դեղը, բայց հնդկականն են առնում։ Ոնց կարող դուք այսպես ասած նայեք այս կարծիքների վրա, որը չի համապատասխանում մեկ-մեկ փաստերին եւ Շատ լավ անցան ինքնես Ռոման, ասեմ դες, նո մի քիչ ուրիշ ձևով ասա։ Նախ ասեմ, խոսքը գնում է պետպատվերի մասին։ Պետպատվերը քիմիոթերապիա նախ վերաբերում է դուք ասել եք, ես էլ կրկնեմ, վիրահատությունները քիմիոթերապիան ամբողջովին է վերցնում։ Ճառագայթային բուժումը ամբողջովին։ Քիմիոթերապիան դա կոչվում է համավճար, այսինքն մի մասը վճարում է պետությունը, մի մասը ընկնում է պացիենտի իր հարազատների վրա, այսինքն ամբողջովին չի փակում, այդ մեկ։ Դեղորայքը կարող է լինել թանկարժեք, կարող է լինել ոչ, նայած ինչ է ցուցված հիվանդին կոնկրետ դեպքում։ Եվ ինչ է տրամադրվում, ոչ թե հնդկական կամ ոչ կամ շվեյցարական, ոչ, տրամադրվում է այն դեղորայքը, որոնք կան այդ պահին, այդ կլինիկայում, այդ կենտրոնում, որոնք իրենք ձեռք են բերում տարբեր տենդերներով հիմնականում։ Եվ դա կարող է լինել ամենալավ երկրի պրեպարատ, կարող է լինել հնդկական կամ ուրիշ։ Այսինքն չկա այդպիսի հասկացողություն, որ պետպատվերը պետք է լինի անպայման ձեր ասած ջեներիկ։ Ոչ, կարող է լինել ամենալավ օրիգինալ պրեպարատը։ Բայց ինչ որ վերաբերում է երկրներին, դա էլ շարունակեմ միտքը, ուրեմն բոլոր պրեպարատները գրեթե նորմալ աշխատում են եւ կլինեն հնդկական արտադրության, ոչ թե քիմիոթերապիան հնդկական, ոչ, դեղորայքը, կլինի թուրքական, կլինի պարսկական, կորեական, նույնիսկ պարսկականը քիչ։ Ռուսականն էլ է, այո, բավականին որակյալ է, բայց միշտ էլ օրիգինալը, այսինքն այն երկրում, որ ինքը արտադրվել է, որը ստեղծվել է, կլինի Շվեյցարիա, Ֆրանսիա, թե Միացյալ Նահանգներ, իհարկե տարբերություն կա, բայց կրկնեմ, մենք լայն նշանակում ենք եւ այդ ջեներիկները, հասկանալի պատճառներով, ֆինանսական եւ տնտեսական խնդիրներ կան։ Իրենք աշխատում են, այդ պրեպարատները նորմալ աշխատում են, չպետք է մտածել, որ իրենք լավը չեն, իրենք լավն են, բայց օրիգինալը մնում է օրիգինալ։ Ես նշեցի, որ ահագին հարցեր լուծում է պետությունը եւ փորձում է լուծել քաղցկեղային հիվանդությունների այս ոլորտում եւ ընդհանրապես մեր համացանցում շատ վաղ մարդիկ քննադատում են բժիշկներին, բժիշկները քննադատում են հիվանդներին։ Ես օրինակ այն կարծիքին եմ, որ մենք պետք է ոչ մեկի չմեղադրենք, այլ հասկանանք, եւ որ բոլորը ունեն իրաց պատճառները, ինչի են քննադատում տարբեր խնդիրներ եւ հարցեր, եւ
Օրինակ ես մի քանի հատ բժիշկի հետ վերջերս շփվում եմ եւ իրանք ինձ ասում են, այո, բժշկական կենտրոնները բացվում է եւ այլն, բայց պետքա որ պետությունը գումար ծախսի, որպեսզի մեր բժիշկները, օրինակ ես գիտեմ, որ դուք շատ հաճախ դուք вы сами лично часто посещаете форумы, դուք շփվում եք տարբեր երկրներում բժիշկների հետ, այսպես ասած կվալիֆիկացիա եք անցնում, բայց Հայաստանում ես տենց կարծիքներ եմ լսում, որ պետությունը ավելի շատ ուշադրություն պետք է դարձնի, գումար ծախսի դրա համար, որպեսզի բժիշկները առաջինը ունենան իրանց հիվանդանոցում բոլոր այդ ապարատները, որը օգնում է հիվանդներին, եւ երկրորդը այդ բժիշկները սովոր են, այսինքն տարին գոնե մի անգամ, երկու անգամ թռնեն ինչ-որ միտեղ մի շաբթով 10 օրով, որպեսզի շփվեն մյուս բժիշկների հետ, ինչքանով է դա կարևոր, ուզում եմ հարցնեմ ձեզնից, եւ նաեւ այդ քաղցկեղային հիվանդությունների մասին է խոսքը, քանի որ նաեւ ես լսում եմ ուրիշ կարծիքներ, որ ասում են, որ պետք չէ օրինակ շատ նայել ուրիշ երկրների վրա, քանի որ հիմա համարյա այդ սխեման, բուժելու սխեման նույնն է եւ Հայաստանի բժիշկները նույն սխեմայով են բուժում քաղցկեղային հիվանդների հետ։ Ինչ կարծիքի եք դուք։ Շատ լավ հարցեր, իհարկե դա բանրավուն է, որ գիտությունը զարգանում է եւ շատ արագ, հատկապես ռուսկաբանության եւ ամեն մի ռուսկաբան պետք է հետ չընկնի, այսինքն գիտելիքներ պետք է ունենա, որտեղից ստանա։ Առաջի հերթին իհարկե այդ կոնֆերանսներն են, այդ կոնգրեսներն են, որտեղ տրվում ամենանորը եւ բավականին շատ ինֆորմացիա, այսինքն պարտադիր է, որ բժիշկները վերապատրաստեն այդ կարգով։ Իհարկե լավ կլիներ, որ հնարավորություններ լինեին ավելի շատ եւ պետությունը աջակցեր եւ հիվանդանոցները ունենան այդքան հնարավորություն արտասահմանում 90% այդ կոնգրեսների ծախսերը հոգում է հիվանդանոցը, որտեղ աշխատում է այդ մարդը, այսինքն ունեն այդ հնարավորությունները։ Մեզ մոտ էլ է շատանում, պատկերացրեք այս տարիներին ես չասեմ, որ կլինիկաները, բայց շատացել են մեկնողները ի հաշիվ կլինիկայի ֆինանսական հնարավորությունից։ Դա ոչ թե միայն գիտելիքն է, դա պարտադիր է, որովհետև հիմա կա լիցենզավորում, պետք է ստանալ կրեդիտներ, առանց դրա կրեդիտ չի լինում։ Բայց զուգահեռ, դա շատ կարևոր է, կա ինտերնետ, կա արհեստական բանականություն, իսկույսնի ինտելեկտ, եւ եթե մենք կարողանանք ենք լավ օգտվել դրանից, պատկերացրեք, շատ ինֆորմացիա կարելի է գտնել այսօր առանց նույնիսկ հաճախելու այդ կոնգրեսներին, որտեղ օրեցօր է փոխվում, պատկերացրեք բավականին մեծ ինֆորմացիա գալիս է։ Պարզապես բժիշկը պետք է կարողա ճիշտ աշխատի այդ ինտերնետի, այդ բանականության հետ, այդ դեպքում իր գիտելիքները կշատանան, բայց առանց գիտելիքների, նորագույն գիտելիքների, պրոգրես չի լինի եւ մենք կսխալվենք բուժման մեջ, այսպես ասեմ։ Ես համաձայն եմ, պարոն Բադալյան, այսօր մենք սկսեցինք զրույցը դրանից, որ որն է պատճառները, որ շատանում է տոկոսային առումով քաղցկեղային հիվանդությունները, ես կուզենայի մի հատ ձեր հարց տամ։ Դուք այսպես ասած մի կողմից դուք գրքեր եք, ուսումնասիրում, շփվում եք տարբեր երկրներում եւ հարցում եք բժիշկներից նաև իրանք ինչ կարծիք ունեն գլխավոր պատճառները որն է, սնունդն է, ուտն է, բայց ձեր անձնական, այսպես ասած, մտքերից հետաքրքիր, դուք ոնց շփվում եք հիվանդների հետ, դուք ո՞նց եք գտնում գլխավոր պատճառ, որ մարդու մեջ, այսպես ասած, քաղցկեղային հիվանդությունները, այսպես ասած, հայտնաբերվում, որն է այդ պատճառը, все-таки больше питание, воздух или стресс, слабый иммунитет? Да, это, наверное, самый главный вопрос. Да, ասնեկելու հայերենի իհարկե կանխարգելումը նույն կա առաջնային եւ երկրորդային առաջնային կանխարգելում հիմա այդ հարցն է ինչպես ապրել որ չզարգանա քաղցկեղը երկրորդայինը շուտ հայտնաբերելն է ինչպես ապրել ինչպես վարվել իհարկե ընդհանուր հասկացողություն կա առողջ ապրելակերպ բոլորս շատերս գիտենք դա ճիշտ սնունդն է դա քաղցկեղի առաջացման մեջ պատկերացրեք գործոնները շատ են մեկը չի բայց կարելի է իհարկե ֆիքսել օրինակ առաջինը ես միշտ ասում եմ ծխախոտը ծխելը ցանկացած ձևով ցանկացած ծխախոտով հաճախ ասում են այս ծխախոտը բարակ է մյուսը որակյալ է այդպես բան չկա միևնույն է դա առաջացնում է տարբեր հիվանդություններ ոչ միայն քաղցկեղ առաջինը սիրտանոթային բայց քաղցկեղը գալիս է դրանից ոգի քաղցկեղի 90%-ը ծխում են հիվանդները երկրորդը սնունդ
Դե իհարկե սնունդը բազմիցս ասել ենք ելի կասենք նախ չպետք է լինի ճարպոտ ճարպետ չլինի մսային ճարպեր ժվոտներ ժվե այսինքն կենթանի ճարպեր չլինի որ նախ քաշն է ավելանում ավելորդ քաշը հաստատված է դա ֆակտոր գործոններից մեկն է որը առաջացնում է կասկեղ հատկապես կանանց մոտ կրծքագեղձի կասկեղը այսինքն ավելորդ քաշ չլինի մեկ երկրորդը որտեղ կանցերոգեններ կարող են լինել եւ կարմիր մսի մեջ ես երբեք չեմ ասում ընդհանրապես հրաժարվել ոչ կարելի է ուտել լավ խորովածներ կարելի է ուտել բայց չափի մեջ շատ կերեք բանջարեղեն մրգեր որը Հայաստանի հարուստ է այո դա այդտեղ սահման չկա տարբեր տեսակի կաշաններ, կրուպաներ, այսպիսի կարգի, իհարկե մածունն է շատ օգտակար եւ սնունդի մեջ կարևորը այդ չափն է, որ չօգտագործեն ավելի։ Օրինակ սպիտակ հացը շատ հաճելի է, բայց սպիտակ ալուվից պատրաստած այդ համով սնունդը, ուտելիքները, հացից սկսած վերջացրած տորտերով պետք է շատ քիչ օգտագործել։ Քասրը, շաքարը, ել եմ ասում։ Չէ պետք չի զրոյացնել, ոչ շաքարը, ոչ աղը։ Քչացրեք, ամեն ինչի մեջ քչացրեք, պատկերացրեք դա հնարավոր է, թվում է թե ոնց առանց աղանելու ոնց ուտեք։ Հնարավոր է, մի քանի անգամ փորձեք դա կստացվի։ Հետո շատ մի կարևոր բան մեր մոտ քիչ են խմում հեղուկ, դա շատ պարտադիր է օրվա մեջ մարդը պետք է խմի մինիմում մեծ տարիքով մարդը 2 լիտր հեղուկ գոնե պետք է խմի դա կլինի ջուրդ հյութեր թեյեր հատկապես լինում է խոտաբույսերի դա շատ օգտակար է եւ այսպիսով էլի կան գործոններ որոնք քասկի առաջացման են դա ուլտրամանուշակագույն ճառագայթներ են հեսա գալիս է արդեն սեզոնը ամառային շատ լավ է ծովը, շատ լավ է արևը, բայց այդտեղ պետք է լինել զգույշ, մենք դա առանձին խոսում ենք դրա մասին, այսինքն զագարը, այսպես կոչված արևայրուկը պետք է լինի չափավոր։ Եվ վերջին էլ ասեմ, ամենակարևորներից դա ակտիվությունը, դա կլինի սպորտ, դա կլինի ֆիզկուլտուրա, դա կլինի լող, հեծանիվ, քայլել, վազել, հայ ժողովուրդը պասիվ է այդ հարցով, ով եղել է Ամերիկա կամ Եվրոպա տեսնում է բոլորը վազում են, եկեք մենք էլ վազենք, հասկանալի է, հոգսերը շատ են, ժամանակ չկա, բայց կարելի է գտնել օրը 30-40 րոպե։ Անցած անգամ ես իմ եթերում պատմում էի մարդկանց, որ Հայաստանում, բոլոր երկրներում, բայց Հայաստանում էլ հիվանդները երբ գալիս են բժիշկի մոտ, իսկ ես հիշեցնեմ բժիշկները տարբեր են լինում եւ ինչքան էլ բարի չլինի բժիշկը, բայց մեր հիվանդները երբ իմանում են, որ ունեն քաղցկեղ, իրանք գալիս են բժիշկի մոտ եւ սպասում են բժշկից առաջինը, որ բժիշկը կնի իրանց պապիկը, տատիկը, որը շատ է սիրում թորնիկին ու ուզում է թե այսպես ասած մերնի թորնիկի համար մեր հիվանդները գտնում են որ բժիշկը պետք է լինի վոլշեբնիկ հա բայց ինչքան ես գիտեմ ինչքան էլ ուժեղ չլինի բժիշկը ինքը չի կարող լինի վոլշեբնիկ հիմա ես կուզենայի ձեզնից խորհուրդ լսել այսինքն հիվանդը երբ իմանում է որ ինքը քաղցկեղով հիվանդ է ինքը ինչ ձևի պետք է տրամադրվի ինչքան էլ դժվար չլինի իր իրավիճակը որպեսզի բժիշկի հետ ավելի շուտ գտնեն այդ ճիշտ ճանապարհը որպեսզի սկսեն ուժել այն իրավիճակը, որը կա այդ մոմենտին։ Այսինքն, որ հիվանդների հետ ձեզ համար ավելի հեշտ է աշխատել, որպեսզի արդյունքի հասնեք, ավելի շուտ, քան թե այն հիվանդների հետ, որի պահվածքը խանգարում է։ Ձեր հարցերը մեկը մյուսից կարևոր են, ուրեմն նախ Հայաստանը տարբերվում է իրոք, եթե Փարիզում հիվանդեր շփվելուց բժիշկի կողքը նստած է հոգեբանը, դիետոթերապևտը եւ դիագնոստը, մեր այստեղ հիմնականում լինում է իհարկե բուժող բժիշկը։ Մի բան է կարևոր, մի բան է պարտադիր պացիենտներից իր հարազատներից վստահել։ Ես ասում դուք ընտրեք կլինիկան, բժիշկին կամ կլինիկան, մի խորացեք, դա անվերջ է, եթե դուք սկսեք կարդալ, սկսեք հարևաններին հարցնել, բարեկամներին դեպքեր հիշել, ժամանակը կորում է, քաղցկեղը չի սպասում ոչ մի օր, հատկապես որ բուժումը չի սկսվել։ Առաջ տեսնում ենք շատ մարդիկ, որ այդ շաբաթները կորցնում են գնելով այստեղ այնտեղ, մեկ նույնիսկ կարող է ճիշտ խորհուրդ տալ, չեմ ասում բոլորը սխալ խորհուրդներ են տալի, բայց
դա պետք է լինի կանոնակարգված, այսինքն իմ մոտեցումը ախտորոշման process-ի զուգահեռ պետք է բուժումը արդեն սկսվի որոշ չափով։ Պացիենտին պետք է նախապատրաստել քիմիոթերապիային կամ վիրահատությանը, չպետք է ինքը փողոցից գա ու ստանա այդ դեղը։ Այդ նախապատրաստումը կարող է լինել սիստեմաներ, կարող է վիտամիններ կամ ինչ-որ նման, ինչ-որ մի բան, այդ ժամանակը չկորցնել։ Այսինքն, մեր սիրելի ժողովրդից պետք է մի բան հավատալ բժշկին եւ չգնալ անդադ փոխել։ Այո, կա հասկացություն երկրորդ կարծիք, ընդունում եմ, որ դա շատ ճիշտ է, բայց դա արեք հետո, ոչ թե սկզբնական շրջանում։ Բուժումը պետք է ընտրեք կլինիկան։ Իհարկե կան, չասեմ վատ բժիշկ խոսքը, բայց կա բժիշկ, որ քիչ փորձ ունի եւ անում է այն բուժումը, որ ինքը լավ կլիներ չաներ։ Լավ կլիներ ինքը ուղարկել վիրահատության կամ նույն քիմիոթերապիային ավելի մասնագիտացված կլինիկա։ Դա ճիշտ է, իհարկե կա նույնիսկ ռուսերեն այդ միշտ հնչում է узкоспециализированный, այսինքն նեղ մասնագետ, ոչ թե նույնիսկ մասնագետներ, նեղ մասնագետ, դա ռուսկա բառն է։ Հետո տարբերվում են ռուսկա բառները, մեկը վիրաբույժ է, մյուսը դեղորայքային մասնագետ է, մյուսը ախտորոշիչ եւ այլ։ Կլինիկան ճիշտ ընտրեք։ Պարոն Բադալյան, ես ուզում եմ հարցնեմ, տեսեք, մենք ասում ենք պետությունը վիրահատում անվճար քիմիոթերապիա եւ գիտեք, մեծ մասը հիվանդների, այսպես ասած 25 տարի առաջ մենք ասում ենք, որ բոլորը պետք է քիմիոթերապիա անեն, քաղցկեղով հիվանդներ, բայց հիմա мы знаем, да, радиотерапия, там защитная терапия, հազար մի նոր բաներ դուրս եկել։ Եկեք մի հատ հասկանանք, երբ հիվանդները գյուղերում կամ մարզերում լսում են իրաց հիվանդության մասին, իրանք как правило ասում են դե գնանք քիմիոթերապիա անենք։ Ինչքանով է հիմա իսկապես նոր բաներ դուրս եկել, որը կարա այսպես ասած թույլ տա առանց քիմիոթերապիա հիվանդը բուժվի ուրիշ ձևերով, թե все-таки это основное лечение, есть какие-то разновидности, այսինքն ինչ որ նորություններ, որը կարա ավելի ասած գիտեք չէ որ химиотерапия շատ վատ է ազդում մարդկանց վրա, քանի որ здоровые клетки уничтожают. Что у нас сейчас вот аналогично есть, более щадящее, пожалуйста. Այո, շատ կարևոր է այս թեման։ Ուրեմն վերջի տարիներին, ասեմ, 3-4 տարի մաքսիմում մենք ասում ենք ռուսկաբանությունում կատարվել է հեղափոխություն, մտել է իմունոթերապիա։ Այսինքն, այսօրվա մոտեցումը այսպես է, եթե ուռուցքը հայտնաբերվել է, վերցնենք թոքի քաղցկեղ, որ ավելի պարզ լինի։ Դա քիչ է իմանալ, որ դա է։ Տարբերակվում է մանրբջջային եւ տափակ բջջային խոշոր մի քանի տարբերակ։ Դա գիստալոգիան տվեց հյուսվածքաբանականը, որը միշտ կար։ Հետո երկրորդ խորացումը իմունոհիստոքիմիա, արդեն ավելի հստակեցում։ Բայց դրանից հետո պարտադիր է այսօր մոլեկուլյար գենետիկ հետազոտությունները։ Առանց դրա այսօր բուժել քաղցկեղով հիվանդին չի կարելի։ Եվ այդտեղ է երևում մի թոքի քաղցկեղին ցուցվածը քիմիապրեպարատներ, մյուսին ցուցված չէ, անիմաստ է։ Կան ադենոկարցինոմայի տարբերակներ, որ քիմիոթերապիան մենք գիտենք չի աշխատելու։ Մենք արդեն փորձում ենք գտնել մուտացիաներ, նշանակենք թիրախային տարգետնային թերապիա եւ հնարավոր է իմունոթերապիա։ Բայց դա պետք է լինի հատուկ հաստատված այդ մուտացիաներով, տարբեր մի քանի անալիզներով, որ մենք իմանանք աշխատի դեղը թե չի աշխատի։ Այսինքն քիմիոթերապիան մնացել է որպես շատ կարևոր ու ամենաշատ օգտագործվող մեթոդը, դա կա, ոչ միտեղ չի գնացել, շատ լավ է, իրան ավելացել են նոր հետարքիր մեթոդներ եւ իրենք շատ տարբեր են։ Կարելի է երկու խոսքով ասել, եթե ճիշտ ասացեք, եթե քիմիոպրեպարատը ոչնչացնում է եւ ճարակ բջիջը եւ նույն ժամանակ առողջ բջիջները տարբեր, հա, նա հետո վերականգնվում են իհարկե։ Իմունոթերապիան օրինակ, ինքը ընդհանրապես բջիջի վրա չի ասում, ինքը տալիս է օրգանիզմին այդ իմունիտետին, այդ բլոկը քանդում է, ես կարճ եմ ասում, որ ժամանակ չկորցնենք, եւ մարդու իմունիտետը, իր պաշտպանական ուժերը, իրենք են ոչնչացնում քաղցկեղին։ Շատ հետաքրքիր մեխանիզմ է, եւ արդյունքները բավականին են փոխվել, այսինքն կային ուռուցքներ, որոնք ընդհանրապես չէին բուժվում։ Բուժմանակ նույն թոքի քաղցկեղի 4 ստադիայի մասին եմ ասում հիմնականում։ Մելանոմայի 4 ստադիան ընդհանրապես այլեր կներեք խաչքաշել մի քանի ամսվա։ Հիմա տարիներով այդ մարդիկ ապրում են, իհարկե պրեպարատները ընդունելով, եւ ապրում են առողջ մարդու պես։ Այստեղ մենակ մի խնդիր է լինում այդ պրեպարատների ձեռքբերումը, միգուցե դրանից ենք խոսում։
Վերջի հարցը տամ, вообще մենք հարցեր ունենք 1000 հարց, որը հետաքրքիր է, բայց այս թեման նորմալ бесконечно можно вести։ Ես կուզենայի այդ մեր եթերը շատ երկար չլինի, որպեսզի մի շնչի վրա մարդիկ նայեն։ Տեսեք, մենք այսօր ձեզ զրուցի ժամանակ ես հարցրեցի, որ քաղցկեղի տեսակներն են լավ բուժվում, որը չի բուժվում, եւ ես ասացի, որ դուք շատ հաճախ տարբեր երկրներում մասնակցում եք կոնֆերենցիա, ֆորում, սեմինարներ, ես գիտեմ, որ հիմա այդ շարքում, որը լավ է բուժվում, ռակ գրուդի, ռակ կոժը, да, и так далее, и тому подобное։ Բայց մենք հիշում ենք, չէ, որ այդ նույն ռակ գրուդին մոտավորապես 20 տարի առաջ ասում են չի բուժվում։ Պարոն Բադալյան, ձեր կարծիքով որ քաղցկեղի տեսակները, որը հիմա շատ վատ է բուժվում եւ պրոգնոզը վատն է, ինչ պրոգնոз կա, որ ինչ որ ձևի տարբեր рак элемент կարանք ավելի լավ բուժենք։ То есть какие виды рака, которые сейчас практически не лечатся или плохо лечатся, по вашему прогнозу, какие на очереди, которые мы тоже, может быть, сумеем на 90% лечить, пожалуйста. Ну դա իհարկե շատ դժվար հարցերից մեկն է օնկոլոգիայի, որովհետև այո, կան ցավոք սրտի բարձր տոկոսներ մահացության միայն բոլոր երկրներում, ամենազարգացած երկրում դա կա, այսինքն այո, կա քաղցկեղի ձևեր, նույն կարելի է թվարկել անունները չասեմ, բայց օրգանները ասեմ նույն տոկի քաղցկեղի տարբերակ, նույն կրծքագեղձի կանանց քաղցկեղի կա մի տարբերակ, տրայնոյ նեգատիվ եւ որը շատ վատ է բուժում, ենթաստամոքսային գեղձի, այսինքն ամեն ուռուցքի մեջ մաշկը թողենք, կարող է լինեն տարբերակներ շատ դժվար բուժվող։ Մեր հույսը ինչ է։ Մեր հույսը նա է, որ գիտությունը զարգանում է ամեն օր, ամեն տարի եւ վստահ եմ այն ուռուցքի քաղցկեղը, որ այսօր չի բուժում լավ, չի հասնում բարձր տոկոսների, վաղը միսօրը կգտնի իր համապատասխան մուտացիաները, իրեն համապատասխան թիրախային պրեպարատները եւ իմունոպրեպարատները։ Այսօր մենք դա ենք տեսնում, որովհետեւ կանխարգելումը շատ կարեւոր է, բայց եթե ուռուցքը առաջացավ, պետք է իհարկե գտնել իր բուժման դեղը, որը որ էլ եմ ասում, ամեն տարի ավելանում է։ Այսօր կան շատ հետաքրքիր անալիզներ, որով օրինակ անալիզ գոյություն ունի, սեկվենիրում եթե կոչվում, որ ստուգում են հարյուրավոր մուտացիաներ եւ գտնում են, որ դեղն է իրեն հարկավոր։ Պարզապես այդ դա դեռ մատչելի չէ մեր հանրապետության համար, այդ մեթոդը կա զարգացած երկրներում, գոյություն ունի, այսինքն ինչ քաղցկեղ ուզում լինի, եթե գտան մուտացիան, ինքը փրկված է։ Այսինքն հույս կա։ Եվ ես կարծում եմ ամեն մի պացիենտ իր հարազատները երբեք չպետք է հուսահատվեն, այլ փորձեն մեր հետ միասին իհարկե գտնել այդ ճիշտ ուղղությունը։ Եվ մեզ մասամբ գտնում ենք, գիտեք, մի հատ էլետարքի բան ասեմ, որ հաճախ մարդիկ ասում են քաղցկեղ, ծանր ընթացք, քիմիոթերապիա, վիրահատություն, մահացավ մարդը, իսկն վատ ընթացք։ Բայց մեր կողքը շատ մարդիկ կան, հարյուրավոր, հազարավոր մարդիկ կան, որոնք բուժվել են քաղցկեղից, հավատացիք ինձ, իրենք ձեր կողքին են, պարզապես բնական է, մարդ չի ուզում ասի, ես քաղցկեղ եմ ունեցել, հիմա տեսեք ինչ լավ եմ։ Ի տարբերություն նույն Միացյալ Նահանգներում, Ամերիկայում, եթե հեռուստատեսը նայեք, օրվա մեջ մի քանի բուժված պացիենտ խոսում է։ Մեզ մոտ ընդունված չի, կարելի է հասկանալ մենտալիտետը, բայց շատ կան բուժվածներ, դրա համար պետք է միշտ տրամադրվել այդտենց որ դուք էլ կարող անգնեք այդ տոկոսի մեջ, որոնք բուժվում են։ Կլինի 90, 80 թե ուրիշ, բայց պետք է միշտ զգտել դրան։ Ես էլ գիտեմ շատ մարդ Ղափանում, Թիֆլիսում մեր հետևորդներից, ովքեր բուժվել են։ Պարոն Բադալյան, շնորհակալ եմ, որ դուք ժամանակ գտաք, որպեսզի պատասխանեք այս հարցերին։ Նորից եմ կրկնում, այդ հիվանդությունը այնքան դժվար է, որ այդ հարցերը, այսպես ասած, այսօրվա եթերում մենք շատ քիչ հարցեր տվեցինք։ Հարցերը շատ է, ծավալը շատ մեծ է, բայց ոչ մենք եթերում չենք կարող տեղավորել այդ հարցերը։ Ուրեմն բոլորին ցանկանում եմ առողջություն եւ նորից եմ ուզում կրկնել, որ ամենակարևորը, որ մարդ ինքը իր հետևի, քանի որ ոչ մի բժիշկ չի կարող 24 ժամ օրվա ընթացքում ձեր մոտ կայնի ու ասի ինչ պետք է դուք ունեք, ժամանակին դեղը խմեք եւ այլն եւ այլն։ Բոլորին առողջություն եւ պարոն Բադալյան, ձեր շնորհակալություն։